օրինակ մեկ այլ օրինակ, որ ես շատ եմ սիրում, օրինակ բյուզանդական կայսրության կամ խաչակրաց բանակներում շատ թույլ էին նետաձիգ ստորաբաժանումները եւ տարածության վրա մարտնչելիս այս բանակները միշտ խնդիրներ էին ունենում, հատկապես քոչվոր արագաշարժ հակառակորդի հետ ընդհարվելիս։ Այս դեպքում խոսքը գնում է մահմեդական, թյուրքական, հետագայում մողոլական ուժերի հետ կապված, որոնց մարտավարությունը հայտնի է։ Եթե քրիստոնյաները խաչակիր բյուզանդական ուժերը, այսպես ասենք, շեշտադրում էին ուղակի հարվածով ձեռնամարտ սկսումը եւ հակառակորդին պարտության մատնելը, ապա մյուս համակարգը, քոչվոր մահմեդական, ընդհակառակը շեշտադրում էր ամեն ձևով խուսափելը ձեռնամարտից, հակառակորդին հյուծելը հեռահարվածներով եւ այլն, մոբիլությունը եւ այլն։ Եվ մենք օրինակ հստակորեն տեսնում ենք, թե բյուզանդական կայսրության, իսկ հետագայում արդեն եվրոպական ասպետական բանակները ինչ շատ լուրջ հայեցակարգային մակարդակի խնդիրներ էին ունենում այս տիպի հակառակորդների հետ ընդհարվելիս եւ ասեմ, որ ընդհանուր մինչեւ նոր ժամանակները Եվրոպայի ռազմատեսական միտքը մինչեւ հրազենի հայտ գալը չկարողացավ այս խնդիրը ավելի հաջող լուծել։ Սրան հակառակ, օրինակ հայկական բանակում, քանի որ ավելի նորից հարմոնիկ եւ համակարգային զարգացումը պահպանված էր, կային հետեւակ նետաձիգ ստորաբաժանումներ, որոնք տարածության վրա մարտը ապահովելով հաջողությամբ լրացնում էին ձեռնամարտի գնացող հայ ռազմամիգներին եւ այս ռազմական մեքենան ավելի արդյունավետ էր գործում։